Ողջույն բոլորին, ուրեմն այսօր ես մարզասրահ չեմ գնալու, քանի որ այս վերևը տեսնում եք, էսի պետքա լրիվ դատարկեմ, քանի որ էսի պետքա բետոն հանի այսօր, եւ ուզում ենք ձևափոխենք, ավելի մեծը սարքենք։ Դրա համար ես հեսա կոֆե եմ դրել, կոֆեն լինի եւ սկսեմ դատարկելը, ձեզ հետ զրուցեմ եւ այլն եւ այլն։ Միասին դատարկենք։ Պետքա սենց սեղանի վրա ստեղ հեսա սեղան հավաքեմ։ Սենց ավելորդ բաները այն կողմ, այս պլանշետը կողմ տնեմ երևի եւ սկսեմ հավաքելը սի որ բետոնգա արագ իջացնեմ, ես չգիտեմ, եթե իրան պետք լինի օգնեմ իջացնեմ, քանի որ այսօր տեղ եմ գնալու։ Թե ուր եմ գնալու, հիմա չեմ ասի, թող մնա հետո հասկանամ ամեն ինչ։ Իմ ընկերուհի Մոնիկայի հետ եմ լինելու, բայց թե ինչ առիթ է, էդի հետո կասեմ։ Այսքանը ես հատ կոֆես սարքեմ եւ անցնեմ այսօրվա միշենին։ Ես մոռացել եմ, որ ձեզ պետքա ցույց տայի իմ սուրճը, որ նորն եմ գնել, ինքը սենց այս կարատ կոչվում է, այս թվում է Միացյալ Նահանգներում կա հենց այս սև գույնը, կա նաև տարբեր գույների, բայց նրանք էքսպրեսո չեն։ Այստեղ ճիշտ ասած գրածը արաբիկա, 100% արաբիկա, բայց ընդհանրապես արաբիկայի համ չունի, սովորական էսպրեսո կոֆե է, էսպրեսո գրանդ, հես այստեղ գրած է էսպրեսո, ընդեղ էլ արաբիկա, չգիտեմ։ Սա եմ վերցնում, իսկ սրա կապույտը սենց մուկ սենց իրա նախշերի նման կապույտ է, դա հենց արաբիկա է, հետ մի թթվաշոտ դարվացնում ու իրա մեջի այդ աղացասներ մանր ավելի, քան են, որ նախորդը գնում էի, ավելի սենց մանր հատիկներ ունի, բայց էլի լավն է, ոչինչ, յոլա է տանում, օքեյ։ Всё, պատրաստ է, այստեղ իմ բժշկական թղթերն հեսա վերցնեմ, տեղափոխեմ, իմ ստուգումներն են, всё, սիփակեմ, այստեղ չէ ներքևը, քանի որ, ուղղակի չգիտեմ, սրանք երևի պետք է սեղանին դնեմ, որ իջացնելուց հանկարծ ինչ-որ չխփի, էլի, տենց ու սենց այսքան նայեք ինչքան բան ունեմ ես ու այսի բոլորը չի, ներքևի դարակներում էլ ունեմ, բայց ինչի կարիք, որ այս պահին ունեմ, թավաների, էլի թավաներս մեկ-մեկ պակասում են, ոնց որ պետք է մի հատ սպասեմ, լինի, հետո ոնց որ տենց փոխ-փոխ օգտագործեմ, հա, էլի բան եմ ուզում, առնեմ, մի քիչ մեծ չափսի կաթսաներ եմ ուզում առնեմ և այդքան է, թվում է, փոքր չափսի շատ ունեմ կաթսաներ,
բայց մի քիչ տենց մեծ չափսի եմ ուզում։ Մեծ ու մի հատ էլ ուզում եմ շատ մեծ։ Չգիտեմ ինչի, բայց մեկ-մեկ պետք է գալի։ Okay։ Ես այս ամեն ինչը սենց թողեմ, այդ կոֆես խմեմ ու նաև պետք է այսօր հաց սարքեմ, այստեղ միս եմ հանել, աղացած միս ունենք, 2 խառնուրդ տավար և խոզ, կոտլետ եմ ուզում սարքեմ, բայց ուզում եմ սարքեմ air fryer-ի մեջ, որ չտապակեմ մի քիչ առողջ լինի և վերմիշել եմ սարքելու։ Այսօր պլանները ինչ-որ չափով փոփոխվել են, ես դուրս չգա, քանի որ չեղարկվեց։ Բետոն եկել է այստեղ արդեն քանդում է, նայեք, ես այստեղ կոտլետի փոխարեն սենց մսով, գազարով բան տես տապակել եմ և վերմիշել, լավ։ Բետոն կերել է և անցել ենք գործի, հիմա սպասում եմ, որ իրան չգիտեմ, կարող է օգնեմ էսի իջացնե, ու ես բարձրանամ վերև, որ մի քիչ գործեմ, քանի տանն եմ։ Necesito ayudarte para que lo bajes o qué? Bajarlo nada más, ¿no? Sí, estoy esperando para ayudarte y subir a tejer. ¿Ok? ¿Sí? En ich wollte es irán a hacer. Ahorita vas a estar dejando un cafecillo, ¿no? Café? Կարող գիտես։ Ասում եմ միջև իջացնելը կարաս իմ համար մի հատ կոֆե սարքես։ Դե qual quieres? Tenemos ahorita uso. ¿De máquina más rápido, no? ¿De máquina? Sí, porque ya no tengo yo de ese de polvo. Ah, ok. Ya no vamos a hacerlo. Te da servir el de este, como... Ok. Es lo mismo. Ողջույն, ես դուրս եմ գալի, գնամ տնամ մազերս կարամ կտրեմ, հոնքերս տնեմ էդ աղջիկը հանում է հոնքեր, շատ գեմով է ճիշտ ոչ թե տենց մի խոսքով, ու ես վերջապես ուզում եմ փորձեմ այս շրտներները, okay, մի տեսակ ուզում եմ սա փորձեմ, հետո սրանք կորոշեմ, սրանցից մեկը ունեի, ինձ թվում է սա ունեի, մեկն մի քիչ իրար նման են ցենց շորջափով բայց սրա մատիտ չունեմ եկեք շորջափով ցենց Թեման ու մազերս կնում է սա կկտրեի և
Իրականացնելս։ Ոտեչ։ Այս ինչ բառը։ Որ երանգը։ Տեսնենք ստացվում եմ մազերի պահը, թե չէ պետք է շուտ գամ, մի բան ուտեմ, որ այսօր պետք է գնամ մարզասրահ։ Está trabajando, sale de trabajar. Նայք կարմրած, ես թե սենց թակցնելու բան չունեմ հանքերս է շտկել, ես սենց կարմրում եմ ժողովուրդ, սենց կարմրում եմ, ինչքան հնարավոր է, հա, այստեղ պետք է մի քիչ թողնեմ աճի, որ սրա նման լինի, նայք հատվածը, մի խոսքով, մազերս է կտրեց, և սենց դուրս գալիս եմ, մի քիչ սենց թողնեմ ես պրիչոսկան, հետո կանցնենք կուչեք երկարացնեմ, գնացի ինչ-որ մի բան ուտեմ, որ այսօր ջիմ եմ գնալու, ողջին բոլորին, իմ մազերը նայեք սենց դվացել եմ երեք, նոր սենց թարմացրի, իմ քնած տեսքին ուշադրությունը մի դարձրեք, քանի որ մի քիչ առաջ անցարդել, մի բան կերա, տենց մակարոն ունեի, վերմիշել, կերա մածունով հեզակոֆե դնեմ և բարձենեմ վերև զբաղված եմ ծառայություն ունեմ և սա է ուզում ցույց տայի, որ հանածա դեռ ընդեղել ենք մի քիչ տեղափոխել, որ այստեղ սեղանին հնարավոր լինի հաց ուտել և ուզում եմ ցույց տամ, որ ինչ արել բետոն։ Ճիշտն ասած մտածում էի ցույց տամ և որ արդեն լինի, բայց հետո մտածեցի, որ հետաքրքիր կլինի բանը պրոցեսը ցույց տալ։ Ահա, խնդրեմ, ուրեմն դարակները սենց վերևն են լինելու, ճիշտ է, շատ բարձր է լինում իմ համար, բայց դե ոչինչ, ես իմ բոյին որ նայենք, ես չգիտեմ, սենց ավելի սիրուն կլինի, կոգիկ կլինի, են մյուսը, սենց իչած էր, սենց արդեն ծանրությունից, ենքան բան կար, որ ծանրությունից իչած էր ու պայտերն էլ էդքան լավը չէին, ավելի ճիշտ բետոն սարքել էր, ենքան մի բան սարքելու համար հասկանում եք ու սենց եմ, որ մնացորդել պայտերով, չգիտեմ ինչ-որ մանր-մոներ պայտերով անվորակ, դրա համար հենց որոշեցինք փոխենք, քանի որ ծանրությունից արդեն ինքը ճկվել էր, մեջտեղի հատվածը սենց կախվել էր մի փոքր և նորմալ պայտեր, ամուր պայտեր է առել ու սենց արդեն սարքել է, այսօր պատվիրելու է հենց բանը, դռները, հենց այս նույնից և այստեղ արդեն այս ձևի դռներ են բանանելու, դնելու և 3 հարկ է ունենալու, 3 ոնց են ասում, պոլկա է ունենալու, պոլկա հայերեն ոնց է, տենց, և ես աթոռ է ինձ պետք լինելու, որ ես կանգնեմ ու վերևը ինչ-որ մի բան վերցնեմ, բայց կարևորը, որ բանա, սենց ասած, ոնց ասեմ, ամուր է, տեղը շատ է, դա է կարևորը, տենց հիմա մի հատ կոֆե դնեմ և բարձրանամ վերև։
Ես այստեղ լիքը շորեր կար, հավաքեցի, ծալեցի, դասավորեցի։ Այստեղ, որ անցած վլոգում ասում էի, որ շորեր ունեմ, կներեք վիճակի համար, տեղ չունեմ իրար նայք, սենց հակուստ կա, այստեղ տակ ժակետա, բանա, սենց չունեմ տեղ դնելու այստեղը հլը, բայց ուզում եմ հեսա սպասեք ասեմ, նաև կներեք ես վիճակի մասին համար, որ տեսի էլին ոնց է խոհանոցը նույնպես ձևափոխվելու է։ Ահա, ուրեմն, ընդեղ պետոյ շորեր դասավորել մի հատ սենց պետքա կարգի վերեմ, այստեղ դարակի դուրը պոկվել է, պետքա բան լինի, կպցնենք, բայց պետքա փոխվի, քանի որ այս մատերիալը պարզվեց շատ անորակ է, ոնց որ թղթից լինի, տենց հիմա չի կարա պրոստը ուղղակի կպցնի։ Եվ ես ուզում եմ, նայեք այստեղ իմ հագուստն է, ու այստեղ սենց վեշոլկա է բետոն սարքել, կախելու, բայց ես ուզում եմ սա հանեմ և այստեղ սենց պոլկեք դնեմ, քանի որ իմաստը չեմ հասկանում, այստեղ էլ տեղ չկա, այստեղ տակ շորերն է բան տենց, տեղ չունեմ նայեք մի խոսքով, և այստեղ էլ այս իմ հատվածն է, բայց բետոն էլի իրա շորերը վերել է անգապ տենց դասավորել ես, կդասավորեմ եսա, ու ստեղ էլ եմ ուզում սենց պոլկեք լինի ու դուր եմ ուզում, որ սենց սաղ փակ լինի, այս կոշիկները ինչպես նշեցի, այստեղից հանվելու են, այստեղ էլ բետոյի հատվածն է, որ ինքը սենց իրա մայկաները, սառոշկաները կախած է, իր համար օքեյ է, սենց, ու այստեղ էլ պլյուս ինքը էլի վեշոլկա ունի, որ կախել էր կուրտկաները և այլն, և այստեղ, որ սենց մեծ մասը իրա հագուստն է, ու ես իմ հագուստի համար տեղ չունեմ, դնելու տեղ չկա, մի խոսքով։ Դրա համար ժողովուրդը ուղղակի պետք է համբերել, ջղայնանալով, ինչ-որ սենց ուժի զորով չես կարանես, ինչպես աստվածաշունչն է ասում, ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ հոգով, այսինքն պետք է հոգով շարժվես, պետք է համբերատար լինես, Աստծո կամքով շարժվես, եթե դու տվել ես ամեն բան Աստծո կամքին, ուրեմն հավատա, որ լինելու է այն ժամանակ և որ ժամանակը գա, ու գիտեք մի բան եմ ուզում ասեմ, եկեք գնամ սենյակ այստեղ վենտիլատորը միացրել եմ, որ շատ տոթեր շոքում էի, հա, ու գիտեք, այս մանր բաները այնքան լավ են մեզ օգնում կերտել մեր բնավորությունը, ես էդի շատ լավ հասկացել եմ մանավանդ Մեքսիկա գալով, և որ Մեքսիկա եկա, հասկացա, որ իմ կյանքում ինչ-որ բաներ և որ ուշացել են, ուշ են եկել կամ չգիտեմ, անգամ եթե չեն եկել, իրանք ուղղակի իմ բնավորությունն են կերտել, իրանք ուղղակի ինձ սովորացրել են համբերատար լինել, սովորացրել են դասեր քաղել, ու յուրաքանչյուր բան այդպես է մեր կյանքում, այս մանր բաներ համբերատար լինել, ինչ-որ հարցի շուրջ, և որ դու սպասում ես ինչ-որ մի բան, ուզում ես ընդ արագի մեջ անես, հիմա ես ձեզ հետ խոսում եմ ու ես իմ հետ եմ խոսում, առաջինը ինձ եմ ասում, քանի որ այս պահին մի հատ սենց իրավիճակ կա մեր ընտանիքում, ամուսինս պետքա իրա շեֆի հետ, ասինքն իրա քրոջ ամուսնու հետ խոսի, ու բետոն ուզում է հարմար պահ բռնացնի, ես էլ անհամբեր եմ, անհամբեր ամեն օր հարցնում եմ, խոսել ես, մի խոսքով, թե ինչ թեմա է, հետագայում թող լինի, կասեմ, անպայման կասեմ, հա, հիմա գիտեք, այդ մեր համբերությունն է, այստեղ, ոնց ասած, տրենիրովկա լինում, սենց ասեմ, ու դու սկսում ես ավելի ծանր ու թեթև անել, ավելի սենց հասուն ձևով ամեն ինչին նայել, զգում ես քո մեջ հասունություն, սովորած ես լինում, հա, այսինքն արդեն էլ ուրիշ հայացքով ես նայում, ու հիմա
որ այս պահին գտնվում ենք շինարարության փուլում, ահա որ շատ հոգնած եմ, երկուսս էլ ահա որ շատ ենք հոգնել այս շինարարությունից, ուզում ենք վերջապես ավարտենք, որ մենք էլ կարողանանք ինչ-որ այլ, ասենք ճանապարհորդել, գալ Հայաստան, այլ հարցերի մասին մտածել, այլ չգիտեմ, բայց չես կարա զոռով, ամեն ինչ իր ժամանակ ունի, պահ կար, որ ես այնքան վատ էի, որ ամուսինս ասեց, որ պարտ քանենք բանկից, ես գանք Հայաստան, ու ես այդ իր ասելուց, օքեյ, եթե ես այնքան վատ էի զգում, ճիշտն ասած, շատ սենց դեպրեսիվ պահեր էր մոտս, այդ պահով, ու եւ որ ինքը ինձ ասեց, իմ մոտ սենց լռություն էր, մի 2 օր, ես մտածում էի, աղոթում էի, մի քանի տարի առաջ, 2 տարի առաջ, երևի, մենք արդեն այս տանն ենք, ու ես սկսեցի խոսել Աստծո հետ, ծանր ու թեթև անել, հասկացա, որ ես պատրաստ չեմ այդ պահին Հայաստան գալու, ձեր տարվա սկիզբ էր, կարծեմ տենց մի 2 ամսից մայիսի մեջ տենց գալ, մայիս ամսվա մեջ գալ Հայաստան, հետո հասկացա, որ չէ, ես պատրաստ չեմ Հայաստան գալու, ես սկսեցի ավելի խոր մտածել, եւ որ ես հասկացա, եթե ես գամ Հայաստան պարտքով, ես հետ եմ գալու, այդ գումարը ծախսվելու է Հայաստանում, ես հետ եմ գալու, ոչինչով եմ, որ կոտրած տաշտակի առաջ եմ հետ գալու, ես ոչ իմ տունն եմ կարողանալու սարքեմ, պլյուս պարտքը պետքա փակեմ ու չեմ կարողանալու եւս մի գումար վերցնեմ, որ տունը շարունակեմ բանանեմ, ու գաղտնիք չի, որ ոնց որ այս տան գումարը, ինչ որ մեծ մասը շինարարության, այդ ամեն ինչի սկզբից բանկի օգնությանն ենք դիմել, տենց բոլորն էլ անում են տենց, այսինքն բանկից օգնություն ենք գումար ենք վերցրել, որ շինարարություն անենք, բայց սենց մանր-մունր, այսօր էլ ճիշտ ասած մատերիալը բետոն պատվիրել, այս դռները խոհանոցի, այսօր կամ վաղը պետքա ստանամ, այսինքն դա արդեն շաբաթվա ընթացքում է, դա դրանից տենց մանր-մունր բաները կարիք չկա, բանկից գումար վերցնել դիհարկե մեր աշխատավարձով, սենց ասած, ու ինչ ասում, ու պատկերացրեք ես գալու էի ու կոտրած տաշտակի առաջ նստելու էի, ոչ մի ձև չէի ունենա, դրա համար, այն որ սենց գնացի բետոին ասեցի, չէ, ես դեռ պատրաստ չեմ Հայաստան գալու համար, ու բացատրեցի, իրան էլ բացատրեցի, ու ինքն էլ հասկացավ, որ ես հասկացել եմ, բայց օրինակ ասենք բետոն ամեն ինչով ինձ աջակցում, ամեն հարցով, ու ասածս էնա, որ զոռով չի ժողովուրդ, ամեն ինչ կլինի իր ժամանակին, ամեն ինչ կլինի, որ սենց կատարելության մեջ, հասկանում եք, ու չես կարա ստիպես, Աստվածաշնչում պատմություն կա, ովքեր որ գիտեն, ովքեր էլ որ չգիտեն, եւ որ Աստված Աբրահամին ասում է, որ զավակ ունենալու, բայց Աբրահամը այդ ժամանակ շատ ծեր է լինում, այսինքն 90, եւ որ Աբրահամը Իսահակին ունեցավ 100 տարեկան էր, իսկ Սառան իր կինը 90 տարեկան էր, ու ինքը արդեն ֆիզիկապես էլ ունակ չէր երեխա ունենալու Սառան, այսինքն իր բոլոր կանացի օրգանները արդեն էլ չէին գործում, բայց Աստված այդ հրաշք արեց, ու եւ որ դու ուզում ես ինչ-որ մի բան զոռովից տենց անես, քո կյանքում Իսմայել է ծնվում, ով Սառան իր ծառային կնության տվեց Հագարին Աբրահամին եւ Իսմայելը ծնվեց, ով հիմա մուսուլմանների հայրն է, ասենց ասած,
Այսինքն, եւ որ մենք մեր կյանքում ինչ-որ մի բան ուզում ենք զոռովից անենք, մեր կյանքում մի բան ենք ծնում, որ Աստծոց չի, Իսմայել ենք ծնում մեր կյանքում, դա մեր զոռով արած քայլերի արդյունքն է։ Էլի Աստված օրհնեց Իսմայելին իհարկե, բայց նայեք հիմա ինչ վիճակում է գտնվում այդ մի խոսքով չեմ ուզում խորանամ հոգևոր դաշտի մեջ, հոգևոր թեմաների մեջ։ Տենց ասածս էնա, որ եւ որ մենք մեզանով ենք անում, ինչ-որ մեր կյանքում մի բան ենք ծնում, որ գուցե հետագայում մեզ վնաս տա։ Հետագայում հասկանաս, որ Էդի են չէր, որ Աստված քեզ խոստացել էր, Աստված քեզ խոստացել էր Իսահակ, օրհնված, որից ազգեր հանեց, հա, եւ հոգեվոր եւ մարմնավոր, այսինքն Իսահակից պետքա դինեին ծնվեին ազգեր ֆիզիկական եւ նաեւ հոգեվոր, ովքեր որ հավատքի որդիներ, հա, սենց ասած հավատքի որդիներ։ Մի խոսքով այնպես որ ժողովուրդ, այս ամեն ինչը որ դուք նկատում եք, եկեք իմ հետ համբերատար անցնենք այս փուլը, ասել որ էսի արա, այնի արա, այն մեկը նենց արա, այս մեկը այս մի տեղ դիր, ասելով չի, այլ ուղղակի համբերելով է, այլ ուղղակի հասկանալով ես իմ տան հնարավորությունները գիտեմ, ես այդ կոշիկները, որ ընդեղից անեմ, ուր եմ դնելու ժողովուրդ, ուր, տեղ չունեմ, դե ստիպած սպասում եմ, ստիպած այդտեղ դրեցինք, որ իմանալով, որ ժամանակավոր է, ու մի անգամ, որ այդ ժամանակ ասեցի ժամանակավոր է, մեկը գրել էր, որ ինչ ցույց ես տալի, ասում ես ժամանակավոր է, իհարկե, անգամ մենք ենք ժամանակավոր այս աշխարհում, ուր մնաց թե առարկաները, տները, չգիտեմ ինչերը չլինեն ժամանակավոր, այնպես որ ես շատ ուրախ եմ, օրհնված եմ, շատ սենց եմ, որ այնքան սենց ինձ հանգիստ եմ զգում իմ տանը, որ էս իմ տունն է, որ իմ կտուրն է, ես հանգիստ իմ տանը ապրում եմ, հանգիստ իմ տանը սենց չգիտեմ, վայելում եմ, հանգիստ եմ ու մենակ, չգիտեմ, ոչ մեկ չի կարագա ասի, ես արա կամ են արա, իմ տունն է, որ սենց ասած ինչ կուզեմ կանեմ։ Ես շատ օրհնված եմ այս առումով, որ ես իմ տունը ունեմ, հա, մենք մեր տունը ունենք ու հանգիստ ենք, կարևորը դա է ժողովուրդ, այդ հանգիստ վիճակ, այդ հանգստի զգացողությունը։ Իսկ այն մնացածը ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի, կդասավորվի։ Մենք շատ բաների մեջով ենք անցել, շատ դժվար է եղել սկզբից, մինչև հասել ենք սրան, շատ դժվար է եղել։ Եվ որ մենք եկանք Մեքսիկա, ամուսինս աշխատանք չուներ, ես մենակ օնլայն դաս էի տալի, այդտեղից էր ինչ-որ չափով գումարը, և ամուսինս սկսեց իր եղբոր հետ աշխատել, ով նաև տենց 1001 էր գործ ունենում, ու այդքան էլ հարմար չէր իր հետ աշխատել է, իրանք այն կարիքի մեջ ուր մնաց տենց այդ փողը մի խոսքով հարմար չէր եւ ամուսնուս առաջարկեցին այս աշխատանքը, բայց մինչեւ տալենցս մոտ աշխատելը այդ մի քանի ամիսը ես օրինակ ասենք աքսեսուարներ եմ սարքել եւ կեսրարիս հետ տանում եմ մինչեւ քովիդը տանում էի իր համալսարան, որտեղ ինքը աշխատում է, այնտեղ վաճառում էր,
Տենց փոքրիկ աքսեսուարներ, ականջուղեր, բրասլետներ եւ այլն։ Այդ ամեն ինչով տենց կարող է օրվա մեջ մի 30 պեսո գալ, մի 40 պեսո, որը մի $2, մի $3.5 Դրանով մենք ապրել ենք, պատկերացնում եք։ Դե ամուսինս էլ դե իհարկե մեկ-մեկ սենց ստանում էր, բայց վաղտ է եղել մենք փող չենք ունեցել ընդհանրապես 10 պեսո անգամ, մի պեսո անգամ չենք ունեցել տանը։ Աստված է մեզ պահել ու Աստված է մեզ հարցել ու փառք Աստծո հիմա ես այնքան շնորհակալ եմ Աստծուն եւ որ դու համբերատար ես, հավատում ես, Աստված ունակ է քեզ օրհնելու։ Ես այնքան ուրախ եմ, որ ես այդ ամեն ինչի մեջով անցել եմ, քանի որ ես գնահատում եմ իմ տան ամեն մի անկյունը, իմ տանը վրա ծախսած եմ ամենափոքր, sense չգիտեմ, շուռուփի համար, շատ շնորհակալ եմ Աստծուն։ Ու առանց իրա մենք այս տունը չենք ունենա, երևի մինչև հիմա կեսարից տանը ստիպված։ Շնչին կապրեինք, ասել, բայց ինչի շնչին, քանի որ դժվար է եւ որ դու ինչ-որ մեկի հետ, ինչքան էլ որ քո ամուսնու ծնողն է, բայց դե ես այ վախեցի միել։ Բայց դե մեր համար շատ դժվար է եղել, քանի որ այստեղ չեն մտածում։ Արի, գալիս մագա գիրկս։ Արի, գալիս ես գիրկս։ Հա, արի։ Այ։ Մասաժանը, արի, всё, это и ուզում։ Ու սենց ոնց որ դժվար պահեր ենք ունեցել, դժվար չեմ ուզում շատ մանրամասնեմ, բայց ամեն ինչ չի որ ցույց եմ տվել այն ժամանակ իմ ալիքում ու մի խոսքով չեմ ուզում որ խոսամ բամբասանք կլինի, բայց հեշտ չի եղել մեզ կեսարիս հետ ապրելը։ Ինք իր բնավորություն ունի, մենք մերը, բայց երբեք այդ տարիների ընթացքում շատ դժվարությունների մեջով ենք անցել իրա պատճառով էլ կեսարիս, բայց երբեք մեր հարգանքը, իմ հարգանքը երբեք չի պակասել։ Ես իմ կեսարի հետ դուքով եմ խոսում ու այստեղ ընդհանրապես մեծերի հետ ու իմ կեսարի հետ միշտ դուքով եմ խոսել ու երբեք իմ հարգանքը չի պակասել։ Պահեր են եղել, որ իմ դուրս չի եկել, շատ եմ նեղված եղել, մի խոսքով, բայց երբեք չեմ արտահայտվել։ Ամուսնուս հետ եմ խոսել, ամուսնուս եմ բողոքել, բայց ինքն էլ հասկացել ենք, որ այդ ամեն ինչի ժամանակավոր է, ուղղակի պետք է համբերել, չէ՞ միել։ Այո։ Ինքը սիրում է, որ ես այ սենց իրան գրկում եմ, այսենց, իր աչքերը փակվում են, այս թևից տակ, ու տենց ինքը մնում է, այս շիրուն աղջիկը, վայ, մոտս, չի, աղջիկը, մի խոսքով տենց բաներ ժողովուրդ, այնպես որ Այն ամեն ինչ որ տեսնում եք YouTube-ում, այդքան էլ բան չի, իրական չի, գուցե շատ բաներ կա, որ ցույց չեն տրվում, դուք չգիտեք այդ մարդկանց առօրյան, չգիտեք այդ մարդկանց բնավորությունը, ես շնորհակալ եմ, իհարկե մենք շնորհակալ ենք կեսարիս համար, որ մեզ ընդունեց իր տանը ու մենք այդքան ժամանակ վարձ տալու փոխարեն մեր տունը սկսեցինք սարքելը, շատ շնորհակալ եմ, բայց իհարկե
յուրաքանչյուրս տարբեր ենք, նես չի, որ ես ասում եմ ես կատարյալ եմ եղել, գուցե ես էլ իմ բնավորություն եմ ունեցել, իրա դուրը չի եկել, բայց դե չգիտեմ, ինչի եմ ես ամեն ինչը պատմում, անցած գնացած բաները, փակած բաներ կային, որ շատ դժվար էր մարսել, բայց բաց եմ թողել, տիրոջն եմ տվել, ամեն ինչ օքեյ է։ Դրա համար եմ ասում, մենք առանձին ընտանիք ենք, իսկ իրանք առանձին ընտանիք են, ժողովուրդ։ Շատ բաներ կա, որ չգիտեք, ու պետք էլ չիմանաք։ Այսքանը ես փորձում եմ շուշուտ վլոգներ դնեմ, որոշել եմ 3 անգամ շաբաթվա մեջ փորձեմ, եթե չստացվի, ինձ կներեք, բայց կփորձեմ ժողովուրդ, կփորձեմ տենց գոնե, ինչի 3 անգամ, քանի որ, ինչի ամեն օր չէ, քանի որ նկարելու բան պետք է ունենամ, որ նկարեմ, ձեզ մատուցեմ, շուտ տենց ամեն օր տենց չի հավաքվում, հա, որ ինչ-որ մի բան հենց դեքորս կինը երեխեքին բերեց տենց ես գնամ մի բան ուտեմ տեսնեմ ինչ եմ ուտում և երևի կգնամ ջիմ այսօր ընդամենը ինչ եմ կերել փլավ եմ կերել մածունով It's լավն է, դուրս գալիս է հետևի պոնը Okay, գնամ տնամ ինչ եմ ուտում Միսիկուն է այնտեղ տակացնեմ տակոյի նման ուտեմ Գնաց լավ եղեք, աստված օրհնի ձեզ շատ Հուսով եմ այս վլոգը այսօր կտեղադրեմ, այսօր ուրբաթ է Որոշել եմ 2 շաբթի, 4 շաբթի ուրբաթ վլոգ տեղադրեմ, տեսնենք Ես մի բան կերա, ձեքորսկինը ինձ սալսա տվեց, սոուս, ընդեղ միսիկ ունեի, նորվանից տակոյի նման սարքեցի կերա, սոուսով մի քիչ կծու էր, բայց հաճելի կծու էր, սուրճ սարքեցի, այստեղ վիդեոն եմ մոնտաժում և տեսա, որ ահագին արդեն հավաքվել է, եկեք ձեզ արդեն հրաժեշտ տամ, փակենք այս վլոգը, որպեսզի նորը սկսենք, շնորհակալ եմ ձեր աջակցության համար, ձեր մասնակցության համար, ջերմ խոսքերի օրհնանքների համար, Աստված շատ օրհնի յուրաքանչյուրիդ, արդեն կհանդիպենք մյուս հատվածում, աղջիկներ, adios